Բարի օր, տաղավարում այսօր հյուրընկալել ենք գրող, մանկավարժ, խմբագիր, շատերի մանկության տարիների այբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, երբ ծանոթանում էի ձեր կենսագրությանը, նկատեցի, որ դուք ստեղծագործել եք փոքրուց, բայց ավելի ամրացրել եք հիմքեր ուսանողական տարիներին, նաև թարգմանել եք գրքեր, իսկ ունեցել եք ուսանողական կյանք։ Գրքերը թարգմանական գրքերի մասն է խոսք։ Թարգմանական գրքերը հիմնականում գիտահանրամատչելի գրքեր են։ Ցավոք գեղարվեստական երկու գիրք թարգմանեցի, բայց արդեն չտպագրվեց հետագայում։ Իսկ թարգմանական այդ գրքերը բավականաչափ այն ժամանակ հրատապ գրքեր էին, ինչպես փրկել երկիրը, որը բնապահպանական շատ խոր հարցեր էր արծարծում իր մեջ եւ շատ հետաքրքիր էր։ Ֆիզիկայի վերաբերյալ, մաթեմատիկայի վերաբերյալ կար այսպիսի մի գիրք միջուկային գրող։ Ես ռուսերենից եմ թարգմանել, դա ատոմային ռումբի ստեղծման պատմությունն էր Խորհրդային Միությունում, որի գլխավոր եւ կարկառող ներկայացուցիչներն էին մեր Ալիխանյան եղբայրները։ Դրանք այնքանով էին հետաքրքիր, որ մեր իրականության մեջ կարծեք թե քիչ էր արծացված նման հարցեր։ Այդ գրքերը գալիս էին պակասը լրացնելու։ Հայաստան հրատարակչությունն էր պատվիրում ինձ, այն ժամանակ կար Հայաստան հրատարակչություն, պատվիրում էր ինձ եւ ես թարգմանում էի, եւ դա լավ նպաստեց իմ ռուսերեն իմացությանը։ Ռուսերեն իմացությունը իհարկե կատարելագործվեց բանակում, երբ որ ես հավաք լեյտենանտ էի ծառայում էի Բելառուսիայում, մինչ այդ ես բավականաչափ ցայտակումներ ունեցել եմ թարգմանական, բայց դրանից հետո քանի որ շատ շփվեցի, պատկերացրեք զինվորական ժարգոնի հետ, որը ամեն ինչը իր ներսում հասարակության մեջ ինչ որ կուտակվում է, շատ մանրանում, դիպուկանում, դառնում է զինվորական ժարգոն, երբ որ սկսում ես դա տիրապետել, արդեն հեշտ է լինում։ Այդ տարիներին գրել եք նաև երգիծական ստեղծագործություններ, բանաստեղծություններ։ Այո։ Ինչի մասին էին օրինակ երգիծական նյութերը։ Խորհրդային տարիներին դարձյալ հիմնական բանը փոքր բաներ էին։ Հիմնականում քաղաքային անցուդարձը, տրանսպորտի վիճակը, մտածում էինք թեմաներ ինչի շուրջ երգիծենք։ Այսօրվա պես չի, որ հայացքդ որ կողմ թեքես երգիծելու նյութ կա։ Այն ժամանակ երգիծանքը պետք էր պեղել, գտնել։ Եվ հետաքրքիր էր, որ նույնիսկ այն ժամանակ հնարավորություն ստեղծվեց երգիծանքով բացել քո ներսի եղած հայացքը, անսովոր հայացքը դեպի շրջապատ։ Որովհետև եթե դու անսովոր հայացք չգծես իրադրություններին, իրադարձություններին, երգիծել գրեթե հնարավոր չի լինի։ Պիտի կարողանաս անսովոր կողմից մոտենալ, այդ դեպքում երգիծանքը արդեն կստացվի։ Մի օրինակ բերեմ, եթե կարելի է, ես երեխաներին շատ հաճախ տալիս եմ դասի ժամանակ, տալիս եմ խնդուկի կեսը, սկիզբը, ու երեխաներին հորդորում եմ, որ իրենք շարունակեն եւ ասեն ավարտը։ Դա շատ է օգնում, որտեղ ավարտը միշտ անսպասելի է։ Շատ է օգնում, որ երեխաները անսպասելի բան կարողանան մտածել, այդ երևույթին, ինչպես ասացի, կողքից նայեն, անսովորը նայեն, որպեսզի հնարավոր լինի ստեղծել։ Մի անգամ այս խնդուկը ներկայացրի, որ հայր ու տղա գնում են գազանանոց, երեխան նայում է ընձուղտին, ասում է. հայրիկ, ես ընձուղտի վիզը ինչու է այսքան երկար։ Հիմա ես այսքան ասում եմ եւ երեխաներին ասում եմ դե շարունակեք։ Տարբեր պատասխաններ են հնչում։ Մի մասը ասում է որպեսզի կերը լավ ուտի, բարձր տեղերից կարողանա, այսինքն երգիծանքը դեռ չկա։ Մի աղջնակ ասաց Վաչագան Սարգսյան, իմ կարծիքով ընձուղտի վիզը երկար է, որովհետև մայրը փոքր տարիքում նրան շատ է երկնավզիկ արել։ Այսինքն ինքը կարողացավ գտնել անսովոր մի լուծում։ Ուզում ասել մենք եթե փոքր տարիքից երեխաների մեջ երգիծանքը դնենք, նրանց հոգեբանության մի մասը դառնա, դա շատ կօգնի իրենց ընդհանրապես հետագայում ապրելու համար, որովհետև եթե մարդը կարողանում է հումոր անել, կարողանում է մի քիչ սուր աչքով նայել աշխարհին իր համար ավելի
ճիշտ է, կարող է դժվարություններ առաջանան, բայց ավելի ճիշտ կողմնորոշումներ կարող է ունենալ։ Երգիծանքը միշտ փրկում է բոլոր անախորժություններից, շատ հնարավոր է երգիծանքի միջոցով խուսափել։ Երգիծանքով հնարավոր է ասել ճշմարտությունը, ինչպես ժամանակին, ասենք, խորհրդային տարիներին հնարավոր չէր ուղիղ ասել որևէ բան։ Պետք էր կողքից ասել, երգիծանքով ասել, այդպես վարվում էին, ասենք, Արկադի Ռայկինը, Հայաստանում էլ կային այդպես, ամեն ինչը ասվում էր կողքից, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատասխանատվությունից եւ ամեն անգամ կարողանալ տակից դուրս գալ։ Այսօր կան թեմաներ, որոնց մասին ցանկանում եք երգիծական նյութ գրել, բայց գրիչը չի գնում։ Բարդ հարց է իհարկե, գալիս է մարդու ի վերջո համարձակության աստիճանից։ Ինչ աստիճանի համարձակություն պիտի ունենաս, որ տեսնելով, ասենք, գնահատելով իրավիճակը ճշգրիտ, կարողանաս այնպես ներկայացնել, որ ոչ շամփուրը չվառվի համխորոված։ Դա շատ կարևոր է, որովհետև դու կարող ես, ասենք, շատ ճակատային երգիծանք անել, դրանով որևէ բան չի փոխվի։ Եթե նուրբ երգիծանք ես անում, որը մարդը սրտով է ընկալում, դա շատ ավելի ազդեցիկ է, քան թե ասենք ճակատային ասել եւ ճակատային երգիծանք անել, որը ակնհայտ է։ Այդ ակնհայտ երգիծանքը գնում ճակատին կպնում հետ է գալիս։ Չնայած ասենք հասարակության մեջ կան շերտեր, որոնք դրանց համար հենց միայն դա են կալելին, բայց դա դրան չպիտի տրվել։ Ինչքան նուրբ լինի հումորը, ինչքան գեղարվեստական լինի հումորը, ինչքան հետաքրքիր լինի եւ անսովոր, այնքան ավելի նրա ուժը զորավոր է լինում։ Ընդ որում դա միանգամից չի զգացվում։ Դա մտնում է մարդու ներս, մտնում է մարդու սիրտ, մարդու հոգի, եւ դա կազմավորում է աշխարհայացք նույնիսկ, այդպես է։ Այլ կերպ է մարդը սկսում մտածել երևույթների մասին, իրեն շրջապատող սոցիալական իրավիճակը, այլ կերպ է գնահատում եւ հնարավոր է, որ մի քիչ ավելի կարողանա հեշտ ապրել, որտեղ շատ դժվար է, որ ուզենանք դժվար ապրել, որ ուզենանք ատելություն փնտրել եւ գտնել, յուրաքանչյուր քայլափոխին կարող ենք գտնել։ Դրանից հեշտ բան չկա։ Եվ դրանով ապրելն էլ է հեշտ ավելի։ Մարդ ավելի հեշտ ապրում է ատելությամբ, քան սիրով, որտեղ սիրով ապրելու համար հարկավոր է տառապել, հարկավոր է ստեղծել, բեռ քաշել։ Իսկ ատելությամբ կարող ես ընդհանրապես ատել եւ այդքանով բավարարվես։ Սիրելով ապրելը ավելի բարդ է։ Եվ երգիծանքը պիտի օգնի, որ դու կարողանաս սիրելով ապրես։ Սիրելով ապրելը մեր կյանքի բանաձև պիտի դառնա, հատկապես մեզ համար, հայերիս համար, որովհետև ատելությունը ցավոք սրտի սերմանվում է, լավ ցանվում է ատելությունը մեր հասարակության մեջ։ Եվ պիտի կարողանանք խուսափել դրանից, որովհետև ստեղծել ատելության վարակված հասարակություն նշանակում է նրան սանձել։ Սիրով սնված հասարակությանը սանձել ավելի դժվար է։ Բայց նկատել եք, որ մեր հասարակության զգալի հատվածը հենց հումորի միջոցով ինքն իրեն պահում է այդ ատելության սահմանից այն կողմ։ Այո, անպայման դա հենց իսկապես այդպես է, որովհետև հիմա դժվար է առանց հումորի ապրել։ Շատ դժվար է, որովհետև մարդը ի վերջո կյանքը ապրում է ինչպես հրաշք։ Հիմա այդ հրաշքի մեջ դու կարող ես, այդ կյանքի մեջ կարող ես դժոխք ստեղծել քեզ համար, կարող ես ինչ-որտեղ կարողանաս այդ դժոխքի մեջ փոքրիկ անկյուն ստեղծել քեզ համար։ Մենք շատ դժվար ենք ապրում եւ ապրել դարերի ընթացքում, բայց մեզ փրկել են մեր մեծերը։ Ասենք Հակոբ Պարոնյան ենք ունեցել, որի հումորը տիեզերական էր, որը մեր մեծագույն երգիծաբանն էր, ցավոք սրտի հասարակությունը այդ երգիծաբանին մատնեց սովամահության։ Սա էլ հասարակության վերաբերմունքն է։ Մենք շատ ենք սիրում, ցավոք սրտի սա էլ ծեծված խոսք է, գնամերիալի սիրեմ, այդ զարմանալի է, որ այդ հասկացությունը, այդ խոսքը, այդ միտքը, որը իր մեջ շատ մեծ թշվառություն է պարունակում,
այդ թշվառ խոսքը ուղեկցում է մեզ ամբողջ հարյուրամյակներ, նույնիսկ կարող է հազարամյակներ էլի։ Ու անհասկանալի է ճիշտ ասած, թե ինչու է այդպես։ Գուցե բոլոր հասարակություններում, բոլոր ազգերի մեջ է գուցե այդպես, բացի մեզ մոտ շատ ընդգծված է, շատ յուրահատուկ ընդգծված է։ Չանադարձանք ձեր ուսանողական կյանքին։ Բացի գրել, ջնջել, ապացուցել է, ինչպիսի ուսանողական կյանք եք ունեցել։ Ուսանողական կյանքը բավական բուռն էր մեր։ Չնայած մենք մաթեմատիկոս էինք, ապագա մեղմատն եմ սովորել, մեղմատ ֆակուլտետում եմ սովորել, ավարտել կիրառականը, բայց մենք շատ ռոմանտիկ էինք եւ չէինք բավարարվում քաղաքային անցուդարձով, սարերում էինք շատ լինում եւ շատ գնում էինք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, Լեռնային Ղարաբաղին ժամանակ գնում էինք ոտքով, Գորիսից գնում էինք, վերադառնում վերևով եւ հակառակը, ամեն ծառ ու թուփ գիտեինք, ամեն եկեղեցի գիտեինք, շատ էինք սիրում ճամփորդել, շատ էինք սիրում նաեւ չարաճճի էինք մենք։ Բացի չարաճճին նաեւ ինչ որտեղ պաթոսային հայրենասերներ էինք, որը ես բացասական չեմ գնահատում։ Պաթոսը մեզ պետք է։ Ինչքան էլ հիմա քննադատվում է դա, բայց դա հասարակությանը պահելու, մեր նման փոքր ազգի համար դա ուղեցույց լապտերի պես մի բան է, որը միշտ պետք է գալ։ Ապրիլի 24-ին օրերով թաքնվելով մեկի տանը ասենք, ես անձամբ ազդագրեր էի գրում, պլակատներ, նկարում էի, պահպանվել են դրանք, պատրաստում էինք լոզունգներ եւ մեծ շուքով կազմակերպում էինք համալսարանից գնում էինք ապրիլի 24-ը ոգեկոչելու։ Եվ դա այդքան էլ էժան չէր նստում մեր վրա։ Մեզ հետևում էին համապատասխան մարմինները, մենք արդեն աչքի առաջ էինք եւ այլն եւ այլն։ Բայց դա չէր խանգարում մեր կյանքը սիրելուն։ Մենք կյանքը սիրում էինք եւ բարեբախտաբար ես հիմա էլ եմ սիրում կյանքը։ Ինչքան էլ դժվար է, ինչքան էլ ես մահվան արահետներով եմ անցնում, բայց միևնույն է, կյանքը մեծագույն պարգևն է, մեծագույն հրաշքն է, որ ամեն վայրկյան պիտի զգալ, ամեն վայրկյան ապրել, ամեն վայրկյան տեսնել գեղեցիկը եւ գնահատել։ Առանց մեկի համար կյանքը կարող է լինել սոսկ առօրյական ինչ-որ մի բան, մեկի համար լինի հրաշք։ Մեկի համար կյանքը կարող է հրաշքներով լինի, ամեն վայրկյան հրաշք գտնի, մեկը ոչ մի հրաշք չգտնի, շատ սովորական է։ Երկուսն էլ ընդունելի են։ Զուտ խառնվածքի խնդիր է եւ մարդը նայած ինչպես է ընկալում իր տիեզերական գոյությունը երկրի վրա։ Երիտասարդ տարիներին եք մտածել այբենարան ստեղծելու մասին։ Ուրեմն ես որ բանակից զորացրվեցի, դա 80-ական թվականներն էր, այն ժամանակ ես աշխատում էի լույս հրատարակչությունում, իսկ լույս հրատարակչությունը միակ դասագրքեր ստեղծող հրատարակչությունն էր, այն ժամանակ այդպես էր։ Ուրիշ որևէ մեկը դասագիր իրավունք չուներ ստեղծելու, եւ մենք երկար տարիներ լույսում աշխատում էի եւ բնականաբար ամբողջ ընթացքը գիտեի դասագրքեր ստեղծելու, ինչպես է ստեղծվում, ինչ չափանիշների պիտի բավարարվի, որտեղ խմբագրում էինք այդ բոլորը, մտնում էինք ներս, հնարավոր չէր գիրքը խմբագրել առանց այդ ամբողջ բովանդակությունը ընկալելու, եւ այդպես աստիճանաբար ես հասունացա, բնականաբար իմ մտքով չէր անցնի երիտասարդ տարիներին նման համարձակ գայլի դիմել, որովհետեւ ի վերջո դա գիտություն է, որը պահանջում է շատ մեծ աշխատանք, պահանջում է շատ մեծ իմացություն, ուսումնասիրել, ասենք Այբենարանը Աբովյանից սկսած մինչև Աշոտ Տեր-Գրիգորյան, այդ ամբողջ ճանապարհը պիտի ուսումնասիրես, որ նոր բան ասես եւ կարողանաս այդ արածներից արդեն ընկալել լավագույնը եւ տեղափոխել քո Այբենարան։ Դա բավական բարդ աշխատանք էր։ Եվ առաջինը ես սկսեցի փոքր տարիքից ես նախանձում էի այն մարդկանց, ովքեր Մուրզիլկա էին ստանում։ Մուրզիլկան միակ գունավոր, շատ գեղեցիկ ռուսերեն ամսագիր էր, թե շաբաթ գիրեր, չգիտեմ։ Մի խոսքով, իմ մտքում միշտ կար, որ եթե ես մեծանամ, պիտի կարողանամ այսպիսի մի բան անել։ Շատ էի ուզում, որովհետև
նախ ռուսերենը խանգարում էր, որ ես լրիվ յուրացնեմ այդ իրենց նյութը, բայց այդ նկարները բաներին շատ էին հրապուրում։ Եվ երբ որ կարողացա արդեն հնարավորություն ունեցա, ես սկսեցի 9-րդ հրաշալիք շաբաթաթերթը, որը իմ մանկության այդ ամբողջ կուտակված էներգիան կարողացա մեջ ներդնել եւ ստեղծել մի թերթ, որը շատ սիրվեց, 25 տարի գոյություն ունեցավ եւ այն որ ինչ որ ես ուզում էի թե հումոր, թե մշակույթ, թե հայոց լեզու հատկապես այդ բոլորը ներկայացնել խաղերի միջոցով։ Դա շատ կարևոր էր, այդ խաղային տեխնոլոգիաների կիրառումը ուսուցման մեջ կարծում եմ բավականին մեծ առաջընթաց էր, որովհետև եթե երեխաներին տալիս ենք անընդհատ հորդորի ձևով, հրահանգի ձևով, երեխան կարող է անել, բայց մեկ էլ ձանձրանալ դրանից։ Բայց եթե երեխային մենք տալիս ենք խաղի ձևով, որտեղ նա մտնում է այդ խաղի աշխարհը, սկսում է խաղալ ինքնամոռաց եւ ընթացքում յուրացնում է այն նյութը, ինչը որ ինքը դժվարությամբ կյուրացներ, եթե այդ ձևով չներկայացվեր։ Ես այս օրինակը հաճախ եմ բերում, եթե երեխային ասում ենք 1 կիլոմետր վազի, ինքը կարող է դժվարությամբ վազել եւ չվազել, դա լավ է, օգտակար է, առողջարար է, բայց եթե մի գնդակ ենք տալիս եւ ասում ենք ֆուտբոլ խաղա, ինքը մեկ չէ 11 կիլոմետր կվազել, այսինքն տեսեք խաղի մոգական հատկությունը կարողանում է ստիպել, որ երեխան ինքնամոռաց սրտով խաղալ այդ ամեն ինչ եւ ընկալել սրտով։ Սա ձեր հարցի պատասխան, որ վերադառնամ Այբենարանին, երբ որ Այբենարանները արդեն սկսեցին փոխվել, երբ որ մենք անկախացանք։ Այդ ժամանակ հարկավոր էր Այբենարանների նյութերը փոխել, որովհետեւ բնականաբար խորհրդային գաղափարախոսությունը Այբենարանից էր սկսում, Լենին պապիկից մինչև վեր, սկսեցինք փոխել, այդ ժամանակ արդեն իմ մեջ միտք քղացավ այդպիսի մի փորձ անել 94 թիվներ արդեն 93-94 թիվներ ես սկսեցի ուսումնասիրել Այբենարանները, շատ տպավորիչ էր Աղայանի Այբենարանը, Թումանյանի Այբենարանը, Դաշոտեր Գրիգորյանը ստեղծել էր մի հրաշալի համակարգ, կուռ համակարգ եւ գիտականորեն ամեն ինչ տեղը տեղին, գնացինք մինչև Նախաշավիղ, այսինքն Աբովյան եւ այլն, այդպես ուսումնասիրելով եկա մի եզրակացության, որ այն ինչը որ ես կարողացել եմ խաղերի միջոցով ներկայացնել թերթով, փորձեցի դրանք շատ ավելի պարզ մակարդակով ներկայացնել երեխաներին։ Ու սկսվեց իմ դեմ արշավ։ Դա ես կարողացա անել եւ լուսահոգի Լևոն Մկրյանը նա կարողացավ այդ Այբենարանը նախ շատ լավ ընկեր Խորեն Հակոբյանը շատ լավ նկարազարդեց եւ այդ Այբենարանը տպեցինք Մալազիայում, իրենք տպեցին Մալազիայում, բերեցին այդ գիրքը շքեղ մի հրատարակած գիրք, այդպիսի գիրք այդ տարիներին չկար Հայաստանում։ Այդքան բարձր որ պոլիգրաֆիական որակի շատ լավ գիրք էր։ Հա, եւ այդ գրքի մեջ ես իհարկե ներառել էի այն բոլոր հետաքրքրաշարժ խաղերը լեզվական, որոնք տարիների ընթացքում ես փորձարկել եմ եւ գիտեի, որ դրանք շատ հետաքրքիր են եւ շատ սիրով են անում մարդիկ էլ երեխաներն էլ։ Դրանցից ամենապարզերը խաչբարներն էին, որոնք ես դրեցի Այբենարանի մեջ, այդ ժամանակ սկսվեց խաղագիրք թե Այբենարան։ Անընդհատ այդ հոդվածները էին լույս տեսնում իմ դեմ, որ Այբենարանի մեջ չի կարելի խաչբար դնել, դա ուրիշ գիրք է եւ այլն, բայց ես համառեցի իհարկե, որովհետեւ ես գիտեի խաչբարի ուսումնական նշանակությունը։ Խաչբարը զվարճանքի համար չէր։ Խաչբարը դնելով դու երեխային ստիպում ես, ոչ թե ստիպում ես, այլ հետաքրքիր ես դարձնում, որ նա ինչպես է լուծում խաչբարը, վերցնում է նկարը տեսնում է, նկարի անունը մտապահում է, դա մեկ գործողություն։ Այդ մտապահած անունը բաժանում է հնչյունների, տարրերի եւ լրացնում է։ Իսկ դրանք հենց Այբենարանի գործառույթներն են։ Եվ պատկերացրեք, ասենք մի խաչբարի մեջ ինքը 7-8 բառ այդպես կարողանում է հնչյունային վերլուծության ենթարկել, տարրային վերլուծության ենթարկել եւ համապատասխան միարժեքորեն գրել վանդակների մեջ։ Դա նշանակում է շատ կարեւոր բան, որ երեխան սկսում է վարժ կարդալ։
երեխան դրեցի աճ ու ձախ խաղը, դրեցի փոխակերպում խաղը եւ այլն, մոտ 10-12 տեսակի խաղ ես ներդրեցի այբեներանի մեջ եւ դա շատ սիրվեց երեխաների կողմից, ուսուցիչների կողմից, ծնողների կողմից։ Մոտ 25-26 տարի լույս տեսավ այբեներանը, հա, եւ տպագրվեց միլիոնից ավել տպաքանակով եւ արտասահմանում էլ շատ սիրվեց, Լեռնային Ղարաբաղում էլ այն ժամանակ Ջավախքում էլ անցնում էին իմ այբեներանով եւ բավականաչափ փորձ կուտակվեց հետագայում ավելի զարգացնելու, նոր տեխնոլոգիաներ անելու, խնդիր դրվեց չափորոշչի միջոցով, խնդիր դրվեց, որ թվային գրագիտություն էլ պիտի սովորեն երեխաները փոքր տարիքից։ Այդ պատճառով ես բավական երկար չարչարվեցի եւ ընկերների միջոցով մեր կարողացանք ստեղծել թվային գրագիտության համար հրաշալի միջավայր նոր այբեներանում, որը հնում չկար։ Եվ երեխաները կարող էին այն խաղերը, որոնք այբեներանի ներսում իրենք պիտի լրացնեին, գծեին, գրեին, բա, այդ նույն խաղերը նրանք կարող էին անել նաեւ համակարգիչով։ Ծնողների եւ ուսուցչի իհարկե թույլտվությամբ եւ ղեկավարությամբ։ Դա փոքրիկ շանս էր, որ երեխաները ոչ թե գայթակղվեն այդ սարքերի, էլեկտրոնային սարքերի, ասեմ, պարզունակ եւ անհեթեթ բաներով գայթակղվեն, այլ գայթակղվեն խաղերով, որը իրենց շատ մեծ բան է տալիս։ Այս տարի ձեր հեղինակած այբեներանը չհայտնվեց երեխաների սեղանին։ Ինչու՞։ Դրան էի ուզում գալ։ Ուրեմն չհայտնվեց ինձ համար շատ անսպասելի, անկեղծ ասած, բայց նաև երրորդ դասարանի դասագրքի բարձրացրած աղմուկը, որ բարձրացվեց աղմուկ երրորդ դասարանի վերաբերյալ, ես սկսեցի մտահոգվել, որ այստեղ ինչ-որ բան է ինչ։ Ստեղ ուրեմն երրորդ դասարանի դասագիրքը ես կատարյալ տվել եմ նախարարությանը, նախարարությունը հանձնարարել է ինչ-որ հրատարակչության, հրատարակչությունը տպագրել է եւ կազմի վրա այնպես է արել, որ կազմի վրա Հայաստանի Հանրապետության դրոշը այրվում է։ Ես ինչ կապ ունեմ, ես նախարարությանը լրիվ տվել եմ եւ բայց ամբողջ կուժնուկուլան սկսեցին կոտրել իմ գլխին, բնականաբար։ Դե ես պարզ է, իհարկե պաշտպանվում էի եւ համապատասխան հոդվածներով հանդես եկա թե նախարարություն, թե ազգային ժողով եւ այլն, բայց դա արդեն եթե 10 հոգի իմանում է այդ մի բանը, մի հոգին հերքումն է լսում, այն 9 հոգին մնում է նախկին կարծիքին եւ այդպես եղավ եւ այդ նույն բանը հետո հիշեցի, որ մի քանի տարի առաջ այբեներանի մասին շատ վատ կարծիք հայտնեցին ազգային ժողովից, չեմ ուզում կրկնել այդ միտքը, բայց այն ժամանակ ամբողջ հասարակությունը պարզապես բունտ բացացրեց այդ առումով սոցիալական ցանցերում բանում եւ լռեցին իրենք, էլ շարունակեցին դա, բայց դա էլ ինձ համար ազդանշան էր, որ շատ հնարավոր է ինչ-որ բաներ կատարվեն, անսպասելի բաներ։ Այդուամենայնիվ ես կարողացա այբենարանը եւ մայրենի մեկը, ինչպես չափորոշիչը պահանջում էր, ամենայն լրջությամբ վերաբերվել եւ ամբողջ փաթեթը ներկայացնել։ Փաթեթը գիտեք ինչ էր ներառում իր մեջ։ Փաթեթը դասագրքերն էին մայրենի մեկը եւ այբենարանը։ Իրենց տվարածավալ մեթոդականները, որոնք էլի դարձյալ նախադեպը չունեցող մեթոդականներին յուրաքանչյուրը 300 էջանոց հսկայական A4 ֆորմատի, որի մեջ դաս առ դաս մշակված էին բոլոր նյութերը, բոլոր դասերը, թեմատիկ պլանավորումով, մեթոդական ցանցով եւ այլն եւ այլն։ Մի խոսքով կատարվեց մի շատ տիտանական աշխատանք, անկեղծ ասեմ։ Հետո կարդացի զարմանքով, որ մեր այբենարանը մերժվել է հանձնաժողովի կողմից։ Այստեղ պիտի տարբերենք երկու բան, որ նախարարությունը ստեղծում է փորձագիտական հանձնաժողով, փորձագիտական հանձնաժողովի կարծիքի հիման վրա իրենք որոշում են ընդունել թե չընդունել։
փորձագիտական հանձնաժողովը շատ բարձր էր գնահատել մեր ստացած բոլոր դասագրքերը, բայց այդ գնահատականները մի կողմ էին դրել եւ մի քիչ քաղաքական գնահատականով իմ կարծիքով մերժել էին այդ դասագրքերը։ Ստեղծվել են դասագրքեր, որոնք, եթե անկեղծ ասեմ, ինձ դուր չեն գալիս, ինչ պատճառով։ Ոչ թե այն պատճառով, որ իմ Այբենյանի փոխարեն են ստեղծվել, չէ, Քավլիցի։ Ուղղակի որ նայում ես այն հայացքով, ինչ հայացքով ես եմ նայել, հապճեպ արած, ձեռի հետ արած, սխալաշատ, շատ մեծ թերություններով, խաղային համակարգը, որը ես ստեղծել էի իմ Այբենարանով, այդ խաղային համակարգը տեղափոխել են Այբենարանների մեջ աղավաղելով։ Ես ինչքան հնարավոր է պարզ եմ արել խաղը, ինչքան էլ բարդ լինի, դա պիտի խրթին չլինի։ Դրանք տարբեր բաներ են։ Իսկ այնտեղ խրթին է եւ խճողված։ Ուզում ասել մի քանի բաղադրիչներով, որ նայում եմ այդ Այբենարանները, նաեւ ինչքան սխալներ կան մեջը, շատ սխալներով, ինչքան հնաոճ են։ Զարմանալ կարելի է։ Ես զարմանալ կարելի է, որ 21-րդ դարի, ասենք, Այբենարանը, եթե թերթում ես, ես կարող եմ նույնիսկ ներկայացնել դուրս գրեցի, որ չմոռանամ։ Ես հոդվածով հանդես եմ եկել իհարկե, մանրակրկիտ վերլուծել եմ դա, բայց տեսեք, նոր Այբենարանում հավից, իլիկից, իլիկ երեխաների, անտառում կացնով փայ կտրող փայտահատ, հիմա այս դարում անտառում կացնով է փայտահատը ծառը կտրում, պատից կախված օրացույցից թերթեր պոկող բալիկ, այդպիսի բաներ չկա, միասին ընկերոջը նամակ տանող երեխաներ, հիմա նամակ չկա, այդ նամակը ոնց պիտի տանեն, թոնիր, քուջուջ անող հավ, ոչը կտրած մողեսից, սայլի դեզի վրա նստած երեխաներ, դες իմ մանկության ժամանակ եմ տեսել սայլի դեզի վրա նստած երեխաներ, հիմա ոչ սայլ կա, ոչ դես կա սայլի վրա, թանը սառը պահող կժից, այծի կամ հորթի մշակված կաշվից, թարմ և չորացած ռեհանից, հողմ աղացից, Շուշանիկի նոր շապիկը պատռող շնից, հա, այս մեկը շատ լավն է, այնտեղի շուտ ասելուկները չասեմ, արտագրված տարբեր տեղերից, շատ խաղեր արտագրված տարբեր տեղերից, միայն նուշի ու ընկույզի հետ ուտվող չամիչից, չամիչը գրում է, չամիչը ուտում են նուշի և ընկույզի հետ, այսին առանձին չի կարելի ուտել, երեխաներ, հանկարծ չուտեք, կոտրված իլիկից, անին կոտրված իլիկ ունի, անին չգիտեմ, իսկ իլիկը ինչ է, կոտրված իլիկ, անտառային, ուզում եմ սև թռչուն կա, ճայ է անունը, դրանք անտառային սև թռչուններ են ագրավազգի, տեքստը վերաբերում է ագրավազգի ճայ թռչունին, նկարազարդել են մեր Սևանի սպիտակ որորներով, որտեղ նրանց չայկային հայերը ճայ են ասում, սխալման, դա որորներն են, այս ուզում ասեմ այդ տիպի սխալներ էլ կան, որը չի կարելի այդպիսի սխալներ անել, դու նկարագրում ես անտառային սև ճայ թռչունը իսկական, բայց դնում ես որորի նկար, մի օրինակ են բերում, այդպիսի օրինակներ բազմաթիվ են, ասենք, նկարված է կառավարության տունը, այսպես ինչ-որ տարօրինակ ծռված, վրան կասկադն է նկարված, կառավարական տան վրա կասկադն է, օպերայի շենքն է, ու կառավարական տան վրա չկա հայկական խորհրդանիշ, դրոշ, զարմանալի է։ Այդ Այբենարաններում ես չտեսա հայկական որևէ խորհրդանիշ, իսկ Այբենարանը ինչ է, Այբենարանը ի վերջո այն գիրքն է, որով պիտի երեխայի մեջ կաթիլ մտնի հայրենիքը, այս բառը վախենում են հիմա ասել, մտնի հայրենասիրությունը, որտեղ հայրենասիրությունը այսօր մեր գոյության բաղադրիչներից է, եւ միշտ է այդպես եղել, ինչքան էլ փնով են, ինչքան էլ ասեն հայրենասիրությունը վատ բան է, բայց դա այդպես չէ։ Տարօրինակ է, որ Այբենարանն են ստեղծում, որի մեջ չկա Մեսրոպ Մաշտոցը, չկա Այբուբենը, երբ որ 9-րդ հրաշալիքով մենք որոշում էինք
մեծ տպաքանակներին 7 հրաշալիք եւ որոշեցին ընթերցողների հետ միասին որոշենք թե Հայաստանի 7 հրաշալիքները որոնք են։ 7 հրաշալիքների թվում էր Արարատ Սարը, Հայկ Նահապետը, Այբենարան, Այբուբենը, Սևանա լիճը, այսինքն նրանք, որոնք հիմա թիրախավորվում են։ Շատ զարմանալի էր։ Այբուբենը դե ի վերջո ինչ տվեց մեզ։ Այբուբենը մի հրաշալիք էր, որով մենք լեզու պահեցինք, որով մենք կարողացանք մեր ինքնության հիմնական սյուներից մեկը պահել։ Դա լեզուն էր։ Եվ հիմա Այբուբենը սովորական ձևով ներկայացնել առանց ընդհանրական անունների, ասենք գրքի մեջ չկա Այբուբենը տված ամբողջական։ Դա պատահական չէ, որովհետև Այբուբենը ի վերջո ինչ-որ մի թաքնագիտական իմաստել ունի իր ներսում։ Եվ երեխաները չեն կարողանում, ինչու չկա, ինչու Մաշտոցի նկարը չկա, շատ զարմանալի է։ Ինչու է, ասենք, Սասունցի Դավթի թուրք էծակին դարձել կայծակի սուր, ծիծաղելի է։ Ինչու է, ասենք, Մասիս Սարը ենթադրենք այդ ամբողջ Այբենարանի մեջ մի փոքրիկ տեղ դրել են, որ ասենք կա էլի, մեկ է Սևանի ուրվագիծը եւ այդքանով բավարարվել են, մի փոքրիկ բան են գրել, այնտեղ Սևանն է, Մասիս Սարը եւ Սասունցի Դավթի կայծակ սուրը, թուրք էծակին դարձել է կայծակ սուր։ Դե բնականաբար Սասունցի Դավթի նկարը չպիտի լիներ այնտեղ, որտեղ Սասունցի Դավթը հերոս է, հիշողություն է, Սասունցի Դավթը պատմություն է, եւ դա պիտի չլինի Այբենարանում։ Այդպիսի բան չպիտի լինի, չպիտի լինի հիշողությունը ցույց տվող որևէ բան։ Այս սա ինձ համար ամենատխուրն էր, որ ես տեսա երկու Այբենարաններում էլ։ Որ քաղաքական ենթատեքստ եք տեսնում, սա ինչի է դեք կապում, ո՞րն է քաղաքական ենթատեքստը։ Դա մեր այսօրվա երևի քաղաքականությունը, որ վարվում է, ամենայն հավանականությամբ դա դրա արդյունքն է, այո, որպեսզի ստեղծվեն այնպիսի Այբենարաններ, որոնց մեջ, ասենք, հակասություն չլինի տարվող կուրսի եւ, ասենք, եկող Այբենարանի մեջ։ Սերունդը, հիմա ասենք այդ երեխաները, որոնք այդտեղ չեն տեսնում հայկական որևէ խորհրդանիշ, որևէ եկեղեցի, որևէ մասունք, որ դեպի պատմության խորքերն է տանում, չեն տեսնում Դրոշը, չեն տեսնում Երևանը, չեն տեսնում Մասիս Սարը, չեն տեսնում Արագածը, մի խոսքով այն ինչը որ հային հայ է դարձ պահում այսօր։ Եթե քո հայրենիքը փոքր բաներ պիտի լինեն, չեն տեսնում հերոսներ, Հայկ Նահապետին չեն տեսնում, Սասունցի Դավթին չեն տեսնում, Մոմիկին չեն տեսնում, որը խաչքար էր քանդակում, կամ չեն տեսնում նախկին իմ Այբենարանի մեջ, ասենք, այս Այբենարանի մեջ դրանք չկան, բայց նախկինի մեջ, ասենք, կար Զորավար Անդրանիկը Այբենարանի մեջ, Սպարապետ Դրոն, Գարեգին Նժդեհը, դե տարի ուսուցման ժամանակ ես ասում եի սրանք մեր հերոսներն են եւ դու էլ լավ սովորի, որպեսզի կարողանաս հերոսանալ քո գործերով։ Այսինքն դա քաղաքականություններ այն ժամանակ, որ մենք ուզում ենք երեխաները այդպեսին դառնան, որպեսզի կարողանան իրենց հայ զգալ, հպարտ զգալ իրենց, որ իրենք ի վերջո այնպիսի ազգի ներկայացուցիչ են, որոնք պատմություն ունեն, որոնք համաշխարհային դեմքեր ունեն։ Այն մնացած դասագրքերում էլ, ասենք, 3-4 դասարանի դասագրքերում, երկրորդ ես ստիպված նստած գրում էի Արամ Խաչատրյանի մասին, 10 գրք էի կարդում, որպեսզի երկու էջ բան գրեմ Արամ Խաչատրյանի մասին երեխաների համար, Մարտիրոս Սարյանի մասին, Հովհաննես Ադամյանի մասին, Հովհաննես Թումանյանի մասին, այսինքն այն մարդկանց մասին, որոնցով մենք հպարտանում ենք, եւ ես ուզում եմ, որ երեխաների մեջ այդ հպարտությունը լինի, որ նրանք տեսնեն, թե ինչպիսի դեմքեր մենք ունենք։ Հիմա եթե դու զրկում ես երեխային այդպիսի հպարտանալու հնարավորությունից, նրան ուղղակի դարձնում ես ինչքան հնարավոր է ցածր, երեխան արդեն կդառնա անդեմ։ Նաև ծնողները համացանցում տեղադրել էին Այբենարանից հատված, որ անցնում էին Հ տառը, բայց նախադասությունը այնպես էր կազմված, որ Շ եւ Յ-ն պետք է երեխան իմանար արդեն նախապես։ Կարծեմ Հասմիկը հոն շատ է սիրում, տատիկը նրան հյութ է տալիս, այդպիսի մի բան էր, այսինքն նման սխալներ եւս կան։ Ճիշտ ասած չեմ հիշում դա։ Այբենարանի բարդություններից մեկը գիտեք որն է։ Եթե դու տառեր ես տալիս, ասենք 2-3 տառ տվեցիր։
Պիտի այնպես տարերի հարթականություն այնպեսին լինի, որ դու կարողանաս այդ 3 տարով նախադասություն կազմել տաս արդեն, որ երեխան հասկանա այդ տարը, որ սովորեց, այդ տարը ինչ էր, ինչու է սովորում։ Ես 4 տարով արդեն երկխոսություն եմ կարողացել կազմել։ 5 տարով արդեն վոտանավոր է նա կարդում։ 6 տարով արդեն, այսինքն քանի տար որ ինքը սովորում է, միայն այդ տարերի իմացությամբ նա կարողանում է կարդալ համապատասխան բաներ։ 20 տարով ես գրել եմ բանաստեղծություն, որի վերջին տողն այսպիսին է։ 3 տառ են Ա, Ռ, ու, իսկ միասին մի առու, միասնական որ լինեն, հեռուները կհասնեն։ Այսինքն դա պատգամ է երեխաներին, միասնական լինելը։ Իսկ հիմա կարդամ, թե ինչ է Էսնոր Այբեներյանում, մի բան կարդամ, Արայի երգը։ Մեկը լիներ, տունը շարեր, այգիս փորեր, ցորեն ցաներ։ Ես էլ հանգիստ նստեի ու երգեի տրարարարա, տրարարարա։ Դե հիմա համեմատենք, ասենք այն բանաստեղծությունը եւ սա։ Սա իհարկե քննադատությունից հետո անմիջապես հանեցին դասագիրքը տպվեց առանց սրա, բայց դա էական չէ, էականն նա է, որ հանձնաժողովը սրանով է հաստատել եւ կախել իրեն համապատասխան պատիվ, որից ես վերցել եմ կամ մողես, մողես, կանաչ մողես, մողես, եթե պոչը թողնես, ինչպես պիտի կաղկաղանես։ Անհեթեթությունն է։ Այսինքն այն բանը, որը մենք պիտի փոքր տարիքի երեխաների մեջ սերմանենք, հայրենիք, ընտանիք, ընկերություն եւ այլն, եւ այդ բոլորը չկա այնտեղ։ Ուղղակի անհեթեթ բաներ են։ Ընդ որում սրանք տրվում են այն ժամանակ, երբ որ երեխաները դեռևս կարդալ չգիտեն։ Ով պիտի կարդա իրենց համար սա։ Կամ մանկապարտեզի 3-4 տարեկան երեխաների համար խաղալիքը, խաղալիքը, խաղընկերը, խաղալիքը, ուրախ է միշտ կյանքով լիքը, մեր խաղընկեր խաղալիքը։ Ծիծաղելի է, էլի, ուղղակի չես ուզում այդպիսի ամբողջ այդպիսի բաներով է լցված Այբեներյանը։ Եթե իմ Այբեներյանը մերժեին չափորոշչին չհամապատասխանելու պատճառով, ես կասեի, հա, չի համապատասխանում չափորոշչին, մերժել եմ։ Բայց փորձագետների բարձր գնահատականը ցույց է տալիս, որ համապատասխանում է։ Դե ես որ կազմել եմ Այբեներյանը, ես չափորոշիչը ծայրից ծայր ուսումնասիրել եմ, չէ՞, հենց այնպես չեմ կազմել։ Չկա այդպիսի կետ չափորոշիչի, որ իմ Այբեներյանը չբավարարի։ 100%-ով է բավարարում չափորոշիչի պայմաններին։ Այս Այբեներյանները, հատկապես մեկը, 100%-ով չի բավարարում, բայց նրանք անցել են, սա չի անցել։ Սա է զարմանալի։ Եվ նույնիսկ մի քիչ ասեմ զավեշտը։ Երեխաները քանի տարեկանից կարող են սովորել տառերը, որպես մանկավարժին խորհուրդ կտաք։ Կախված է, ասեմ, անհատականությունից երեխայի։ Երեխաներ կան, որոնք շատ արագ են կարողանում յուրացնել։ 4 տարեկանից, նույնիսկ 3 տարեկանից կան երեխաներ, բայց դա չափանիշ չէ։ Կան երեխաներ, որ 6-7 տարեկանում հազիվ են կարողանում անել, բայց դժվար է ասել նրանցից ով հետագայում ավելի ընդունակ կլինի։ Այդ պատճառով ասենք միջին բանը, որ վերցրեցին ժամանակին 7 տարեկաններ, որ 7 տարեկաններից սկսեն երեխաներին, հետո անկախության տարիներին մենք 2000-ական թվականներին, որ միացանք Բոլոնյան համակարգին, սկսեցինք 6 տարեկանից, որովհետև մտածեցինք ի վերջո ակսելերացիա կա բան եւ եվրոպական հովերից ելնելով երեխաներին 6 տարեկանից տարան դպրոց, կարծում եմ արդարացնում է դա իրեն։ Եթե անկեղծեմ, արդարացնում է, ուղղակի պետք չէր 12 տարի սարքել։ Այ դա արդեն լավ չէր։ Բայց որ երեխաները 6 տարեկանից կարողանում են շատ լավ յուրացնել տառերը, սովորել, կարդալ, գրել, դա այդպես է, բայց ինչ որտեղ մենք իրենց մանկությունից ինչ որ բան կտրում ենք այնուամենայնիվ։ Բայց երեխաները հիմա մեր օրերում շատ վատ են կարդում, նաև քերականական սխալների մասին էլ չասած, այստեղ ովքեր են մեղավոր։ Պատճառը գիրքն է, ուսուցիչն է մեղավոր, թե ծնողը։ Պատճառը այդ բոլորը միասին են, իհարկե։ Ուրեմն երեխաները վատ են կարդում։ Ես տարրականի մակարդակով կարող եմ ասել, մի քիչ եթե դառը բանել կարող եմ ասել, որ շատ խանգարում է երեխաների առաջադիմությանը ներառական կրթությունը։
Խորհրդային տարիներին մենք ներառական երեխաների համար, այսօր կապկու երեխաների համար ստեղծում ենք հատուկ դասագրքեր, նրանք ունեին հատուկ դպրոցներ, որտեղ շատ լավ իրենց զգում էին, սովորում էին, դառնում էին տարբեր բաների մասնագետներ եւ աշխատանք էին գտնում անմիջապես ավարտելուց հետո։ Այսօր խառնեցին իրար այդ ամեն ինչը եւ երեխաները երբ որ դասարանում, ասենք, ենթադրենք 30 քանի հոգի են հիմա հանրակրթական դպրոցներում 30-ից պակաս չկա, ցավալի։ Դա շատ բարդ է, շատ մասնավոր դպրոցներում էլի լավ է, ասենք 18, 16, առավելագույնը 20 դեպքում էլի հնարավոր է տիրապետել իրավիճակին, բայց 30-35 հոգյանոց դպրոց, որտեղ 5 հոգի, 5 երեխա ներառական է։ Հիմա խեղճ ուսուցիչը ինչ անի։ Այդ 5 երեխայի հետ կարողանա աշխատել, որպեսզի նրանց ինչ-որ չափով մի բան սովորեցնի, թե մնացած տաղանդավոր երեխաների հետ։ Որպես կանոն ստացվում է այնպես, որ ուսման որակը կամա թե ակամա իջնում է, ոչ թե բարձրանում, այլ իջնում է։ Եվ դրա հետևանքով է, ասենք, ներառական կրթություն արտասահմանում էլ կա, բայց այնտեղ պետությունը հսկայական գումարներ է ներդնում, որպեսզի մի երեխային ներառի դասան։ Այսինքն պետությունը իր վրա է վերցնում այդ հոգսը ֆինանսական։ Եվ դա բավական թանկ արժ։ Իսկ այստեղ մեր այն տաղանդավոր երեխաների հաշվին է արվում դա, նրանց ուսման հաշվին, նրանց ուշադրության հաշվին, նրանց դասերի հաշվին։ Այսինքն ուսուցիչը 35 երեխայի մեջ պատկերացրեք հազիվ հասցնում էր մեկ-մեկ ամեն մեկին մի բան հասցնել, հանրահարություն տալ, բայց իր ուշադրության հիմնական մասը պիտի գնա այն 5 երեխաներին, որոնք սկսած, ասենք, վարքային իրենց դրսևորումներից, էլ գիտելիքների մասն էլ չեմ ասում, շատերը կան չգիտեն ուր են եկել եւ ինչ են անում։ Դա անթույլատրելի է եւ դա բերեց այդ ձեր ասածին, որ երեխաները սկսեցին վատ կարդալ։ Դրան նպաստում են նաեւ այսօրվա իհարկե այս հեռախոսային բումը։ Դե 5-րդ, 6-րդ դասարանից ինչ էլ որ գիտեին, ինչ էլ որ սովորել էին կարդալ, արդեն չեն էլ կարողանում, դա մոռանում են, որովհետև դուք էլ զրույցի սկզբում նշեցիք, որ ընդհանրապես այսպես էր։ Տարական դպրոցի երեխաները, առաջին դասանցի երեխաները, իրենք ֆիզիոլոգիապես կարող են 6-7 րոպե իրենց ուշադրությունը որևէ գործողության մեջ պահել, ուշադրությունը այդտեղ պահել։ Դրանից հետո պիտի գործունեության տեսակը փոխվի, որպեսզի երեխայի համար նոր գործունեության ոլորտ, որպեսզի մի 7 րոպե ինքը կարողանա այդտեղ ուշադիր լինել։ Այդ պատճառով, ասենք, եթե կարդում են մի 7 րոպե, պիտի հետո գրավոր տաս, նկարել, տաս մի բան, անդադ փոխես, որպեսզի ինքը կարողանա միշտ իր ուշադրությամբ այդ բոլորը անել։ Իսկ այսօր, ասենք, հեռախոսների մեջ 15 վայրկյանանոց, 20 վայրկյանանոց գայթակղիչ նյութեր են, երեխաների ուղեղը սկսում է սովորել այդ 15 րոպեանոցին, 15 վայրկյանանոցին եւ երեխաները արդեն չեն կարողանում երկարատև լարվել։ Ես արդեն 8 տարի դպրոցում դասավանդում եմ եւ ցավով պիտի նշեմ, որ երեխաների ընդհանուր մակարդակն եմ ասում, թե չէ պայծառ երեխաներ միշտ կան։ Ընդհանուր մակարդակը սկսում է իջնել հենց այդ պատճառով։ Երեխաները դժվարանում են երկար տեքստեր կարդալ, դժվարանում են նախ մի քանի ես հատուկ թելադրում եմ նախադասություններ, խաղային իհարկե, բայց հատուկ ընտրում եմ այդպիսի խաղային տեքստեր, որպեսզի երեխաները ասում տեսնում ով գեղեցիկ կգրի, ով անսխալ կգրի, դա էլ նպաստում է, որ երեխաները ինչ-որտեղ ուշադրությունը կարողանան լարել երկարատև։ Այդ բոլորը գալիս է, չգիտեմ, գուցե մարդկությունը դեմ է առել սրան, արհեստական բանականություն, այսքան տեսասարքեր, այսքան էլեկտրոնային սարքավորումներ, եւ դրանք բոլորը երեխաների ուշադրությունը շեղում են, հաշված նաեւ նա, որ ծնողները մեծ մասը ժամանակ չունեն երեխեքի հետ զբաղվելու։ Նրանց թվում է, որ փող աշխատելն ավելի կարևոր է, քան երեխայի հետ նստել ինչ-որ բան անել։ Այդպես չի։ Ավելի լավ է 10 րոպե դու երեխայի հետ զբաղվես, ի վերջո մենք շատ երկար ժամանակ համագործակցային ուսուցում այդ տերմինը օգտագործում էինք, համագործակցել ինչ էր նշանակում երեխա ուսուցիչ, տնօրինություն եւ ծնող։ Այսինքն այդ ուսուցանելը համագործակցային է, եթե 3-4 օղակ իրար հետ չհամագործակցեն, ուսուցում արդյունք չի տա։
Այս է խնդիրը։ Հիմա ծնողները կարծեք թե հատկապես ենթադրենք մասնավոր դպրոցի ծնողներ, չէ, որոնք գումար են տալիս եւ դու ասում են գումար ենք տվել, պիտի սովորեցնենք, այդպես չէ։ Այդպես չէ, պիտի միշտ էլ ասում եմ, այդպես չէ, դուք պիտի ձեր սրտից դնեք երեխայի ուսման մեջ, ձեր հոգուց պիտի դնեք, ձեր ժամանակից պիտի դնեք։ Առանց դրա երեխան շատ դժվար կկարողանա հաղթահարել։ Նաև նոր չափորոշիչներով էսսեյ են չէ գրել տալիս երեխաներին, դա արդյոք վերլուծական քննադատական միտքը իսկապես կզարգացնի 13-14 տարեկան երեխաների դեպքում։ Լավ արցեք տալիս, մակերեսի վրա դա կա։ Մակերեսի վրա կա, որ պիտի երեխան քննադատական մտածողություն ունենա, կարողանա վերլուծելով մոտենալ տեքստին եւ այլն։ Դա այդպես մակերեսի վրա մնում է, ճիշտ է, բայց դրան հասնելն է դժվար։ Մարդկությունը միշտ էլ ուզեցել է այդպեսին անել, որ երեխան կարողանա քննադատաբար մոտենալ, ընկալել, ընթերցածը, վերլուծել ճիշտ, բայց ինչպես անել։ Ի վերջո, ինչ է նշանակում մեթոդիկա։ Մարդկությունը հսկայական փորձ է կուտակել հազարամյակների ընթացքում, դրած այդ գիտելիքը պիտի կարողանաս տալ երեխային։ Այդ կապը մեթոդն է։ Ինչպեսի մեթոդ դիտարկես, որ կարողանաս այդ ամբողջ կուտակված փորձը գիտելիքներ տաս երեխային։ Հիմա դրա համար շատ բաներ կան, սկզբունքներ կան, որոնք մարդկությունը մշակել է գերմանական դպրոց, ռուսական դպրոց, մի խոսքով այնքան բաներ կան, բոլորի մի մասը արդարացրել են ժամանակին, մի մասը հնացել են, հիմա նոր բաներ են գալիս, հիմա ճոճռան խոսքեր են գալիս, հիմա ճոճռան խոսքերի հետևում բան չկա։ Այդ ճոճռան խոսքերի հետևում ի վերջո նորից այն նույն բանն է, որ իսկական լավ մանկավարժը, հոգով մանկավարժը, այդ մեթոդներին եթե նույնիսկ չի էլ կարդացել, այդպես է վարվում։ Իսկական մանկավարժը այդպեսին է, բայց եթե նա արդեն գիտականորեն էլ կարդում է, շատ ավելի լավն է դառնում։ Բայց եթե նա մանկավարժ չէ էության, ինչքան էլ մեթոդները կարդա, նա չի կարող այդ մեթոդները կիրառել երեխաների մոտ։ Դա հաստատապես մանկավարժները ի վերջո պիտի անհատականություններ լինեն։ Եթե մենք հիշում ենք մեր մանկավարժները, Աճարյանը մանկավարժ էր, Շուշիի դպրոցում դասավանդում էր։ Դե հիմա խնդրեմ, հիմա այդպիսի անհատներ մանկավարժ եւ դրա համար իր աշակերտներ էին նաեւ, որտեղ ինքը մանկավարժ էր։ Ես ձեր 2011 թվականին գրված էսսեներից մեկը հիշեցի հայրենիքից հեռացող ժողովրդի մասին, որտեղ դուք համեմատություն եք կատարել ձեր մայրիկից հեռանալու քաղաք գալու եւ հայրենիքը լքող մարդկանց միջեւ։ Ինչ անենք, որ մեր ժողովուրդը դառնա հայրենիք վերադարձող ժողովուրդ։ Ճիշտ է։ Մի քիչ բարդ թեմա է։ Մենք միշտ երազում էինք, երբ որ անկախացել էինք, բոլորս երազում էինք այնպիսի հասարակություն ստեղծենք, այնպիսի հայրենիք ստեղծենք, որ ովքեր որ նեղացել են հայրենիքից կամ ինչ պատճառներով հեռացել են, կարողանան վերադառնալ։ Բայց քանի գնաց այդ հույսը եւ այդ կամքը կարծեք թե մեռավ մեր մեջ։ Ամեն ինչ արվեց, որ այն գնացողները անդարձ գնան։ Ճիշտ ասած, ես չգիտեմ թե ինչու մեր ժողովրդի մեջ դա կարծեք թե դրված լինի այդ պանդխտությունը գենետիկորեն Թուրքիայում էլ էր այդպես, Պարսկաստանում էլ էր այդպես, հիմա էլ Հայաստանում է այդպես, որ խոպանի գոյությունը անդադ մնաց մեր մեջ։ Դա արտացոլվել է նույնիսկ մեր այն ամենագեղեցիկ երգերի մեջ, պատմությունների մեջ, պատմվածքների մեջ, մեր գրականության մեջ, երաժշտության մեջ, նկարչության մեջ։ Ինչու է այդպես, շատ բարդ է ասել, երբ կարող է հայ վերադառնալ։ Հիմա այսօր մտածում եմ, ենթադրենք վաղ Սարի Ղամիշնի դիրը տվեցին մեզ։ Կլինի մարդ, որ այնտեղից կվերադառնա, շատ բարդ է ասել։ Որովհետև հայրենիքը մի քանի բաղադրիչ ունի։ Ամենամեծ բաղադրիչն է, որ հայրենիքը պիտի սնի քեզ, ինչպես դու ես սնում, իրեն ինքը պիտի սնի քեզ ամեն ինչով։ Քո հոգևոր պահանջմունքները, քո մշակութային պահանջմունքները, քո տնտեսական պահանջմունքները, քո անվտանգությունը, այդ բոլորը պիտի միտեղ լինի։ Այսինքն, որտեղ լինի միջավայր, որ մարդը իրեն լավ զգա այդտեղ, կարողանա իր ներսի հարստությունը տալ այդ միջավայրին։ Իսկ արդյոք այդպիսին է մեր հայրենիքը այսօր, այդպիսին չէ, որովհետև մարդկանց միջից, էլի այդպես շատ երկար ժամանակ գրում եւ ասում էի, եթե պետությունը չի կարողանում յուրաքանչյուր մարդու միջից լավագույնը վերցնել,
Պիտի լավագույնը կա, բոլորից պիտի կարողանա լավագույնը վերցնել։ Նշանակություն չունի նա որ կուսակցությունից է կամ ինչ է։ Պիտի կարողանա բոլորից լավագույնը վերցնել, այդ վերցրածի շնորհիվ ստեղծել մի հասարակություն, տնտեսություն զարգացնել, մշակույթ եւ այլն եւ այլն։ Չեղավ այդպիսի մի դեպք, որ մարդու միջից կարողանային լավը վերցնել։ Միշտ լավ մարդկանց մի մասը մնում է իր երազանքներով, իր գիտելիքներով, իր հմտություններով, իր փորձով մնում է անկյունում կարող գնա շոր վաճառի կամ էսանեն անի։ Այ դա եթե կարողանանք մենք անել պետական մակարդակով, ես կարծում եմ շատ շուտով մենք այդպիսի մի փորձ իհարկե ժամանակին արեց Միասնիկյանը։ Հավաքեց աշխարհասփյուր այն ժամանակ այդ ոգևորությունը կար։ Աշխարհասփյուր հայերին հավաքեց, բերեց Հայաստան եւ Մարտիրոս Սարյանի պես մարդը եկավ եւ այլն, չէ՞։ Եվ ստեղծվեց ինչ-որ մի էլիտա, որը ցավոք սրտի 37-ին էլի գնաց բանտերը եւ ոչնչացվեց։ Ուզում ասել, դա մեր ցավալի խնդիրներից մեկն է, որի ոչ մի վերլուծաբան մինչև հիմա երևի չի կարողացել այդ հարցի պատասխանը տալ, թե ինչու է հայը լքում իր հայրենիքը։ Իմ թվարկած պատճառները իհարկե էական են, կարծում եմ դա է, բայց դա ինչպես ապահովել, այդ արդեն հարցերի հարցն է։ Վերադառնանք Այբենյանի թեմային, եթե հերթական անգամ մրցույթ հայտարարվի, կմասնակցեք։ Ես էլ եմ ճիշտ ասած այդ մասին մտածել, եթե ասենք նույն սկզբունքով հիմա պիտի քննարկվեն Այբենարանները, հաստատ չեմ մասնակցի։ Եթե նույն վերաբերմունքը պիտի լինի ես Այբենարանը դիտարկում եմ որպես մի գիրք, որով պիտի երեխաների մեջ ներդրվի հայրենիք, պիտի ներդրվի այն բոլոր սրբազան հասկացությունները, որոնք կան։ Ես չեմ վախենում այդ բառը ասել, որովհետև հիմա վախենում են նման բառեր օգտագործել։ Ես առանց դրա Այբենարանը թող գրեն արդեն ինչ իմաստ ունի։ Մասնակցել մի բանի, որը նախապես ես դատապարտված եմ համարում։ Դատապարտված եմ համարում ես Այբենարանները, որովհետև նրանք իրենց ֆունկցիան չեն կատարում։ Նրանք կարող է, ասենք, գաղտնիքի պես բան ասեմ, ինձ անդադ գրում են, չնայած սոցցանցերում էլ են գրում բանն անում, որ մենք ձեր Այբենարանը դնում ենք տակը, սովորեցնում ենք այն Այբենարանը։ Այսպես, հիմա դա փաստ է։ Ինչու է այդպես։ Ես չէի ուզենա որ այդպես լիներ։ Ես կուզենայի որ Այբենարանները լավը լինեին եւ երեխաները սովորեին։ Հիմա ես հավերժ չէի, որ ասենք այդ Այբենարանով սովորեին հավերժ։ Իհարկե չէ։ Պիտի նոր բաներ գային իսկապես, բայց այդ նոր բաները որ եկան, դրանք շատ հին են։ Ցավալիորեն շատ հին են։ Նոր ասած։ Նկարներից սկսած, ասենք շատ անդեմ են։ Որ մերժել էին, պատճառը նշել էին։ Չէ, պատճառը էր, որ գրել էին, որ Այբենարանը կրկնում է հին Այբենարան։ Հա, լավ հարցեր, ես մոռացա այդ մասին ասեմ։ Չափորոշում նման խնդիր չի դրած, թե նոր դասագրքին ինչին պիտի բավարարի։ Պիտի բավարարի միայն չափորոշչային պահանջներին։ Իսկ չափորոշչային պահանջների մեջ չկա որևէ այդպիսի կետ, որը արգելում է, որ դու քո հին փորձված տարիներով, տասնամյակներով, ասենք գնահատված գիրքը չօգտագործես, դա հիմարություն կլինի, ոնց թե եթե այդ գիրքը 20-25 տարի փորձարկվել է, դարձել է լավը, բոլորի համար սիրելի, գնահատվել է եւ բռնել է ժամանակի քննությունը, այդ գրքից բաներ չվերցնելը ոնց կլինի։ Ասում է կրկնում է, իրականում չէր կրկնում։ Նախկին Այբենարանը 156 էջ էր, այս Այբենարանը 112 էջ է, այսինքն բավական կրճատվել էր, նոր մեթոդներ էին մտել մեջը, նոր խաղեր, գրագիտության համար, թվային գրագիտության համար հսկայական նյութ, տեսահոլովակներ, տեսանյութեր, բան, մի խոսքով բոլորովին նոր, բայց պահպանել էր, ասենք, իր ազգային բնույթը եւ իր իշխողությունը։ Այբենարանը իշխողություն է, այդ իշխողությունը պիտի ներարկվի երեխայի մեջ, առանց այդ իշխողության մենք ասում եմ կդառնանք անդեմ։ Ուրեմն կներեք մի բան էլ ասեմ, ինչպես են վարվում։ Եթե ուզում են մեկին մեղմ ասած շարքից անել, ինչպես են վարվում։ Ասենք երրորդ դասարանի դասագիրքը, ինչպես էին վատաբանում։ Վերցնում են, ես մի նյութ եմ գրել iPhone-ների վնասակարարության մասին։
որ հեռախոսները կարող են վնասակար լինել, որովհետև շատ գայթակղիչ են եւ երեխաները կարող են մտնել այդ iPhone-ի աշխարհը եւ դուրս չգալ այնտեղից։ 6 էջանոց նյութ է, այդ 6 էջանոց նյութի մեջ երեխան գայթակղվում է, հետո հասկանում է եւ դուրս է գալիս կարողանում օգնել մյուսներին։ Այսինքն ամբողջ բանը դասիրակչական մասը դա էր։ Հիմա իրենք վերցնում են մեկ էջ այդ գրքից նկարում են, դնում են Facebook-ում, որտեղ այդ երեխայի սխալն է։ Ինքը ասում է, ես իմ սովորելու իրավունքը վաճառում եմ այդ iPhone-ի համար, iPhone 25-ի համար։ Ես հումորով բանով գրել եմ այդ բոլորը։ Հիմա այս մարդիկ մի մասը անգիտությունից սկսում են հայել, որտեղ իրենց թվում է իսկապես այդքանով վերջացավ դասը։ Իսկ դա դասի ասում եմ 6 էջերից մեկն է, ընդհանրապես որտեղ երեխան սխալվում է։ Հիմա այդ սխալը դնում են մի մասը դավադրաբար, մի մասը անգիտությունից սկսում են հայել այդ նյութը եւ սկսում են կանայք եւ մի կին ատամնատեխնիկ, ինչպես կասեր Օստապիր Վրամիովիչը եւ մի կին ատամնատեխնիկ այդպես սկսում են հայել եւ ստեղծում են աուրա այդ գրքի շուրջ եւ քո շուրջ։ Դա տեխնոլոգիաներից մեկն է։ Եվ այդպես վարվում են, բայց Այբենարանը չեն կարողանում այդպես վարվել, որովհետեւ այդպեսի նյութ չկա Այբենարանում։ Ուղղակի այնքան մշակված է Այբենարանը, կատարելության հասցրած է եւ չեն կարող որևէ եւ հումորը կա այնտեղ, եւ առածները կան, ասացվածքները կան։ Մեր խոսքը շատ միապաղաղ է դառնում, աստիճանաբար, որովհետեւ մենք չենք օգտվում հայոց բանասության գանձարանից, դարձվածներ, առածներ, ասացվածքներ, դրանք քիչ են կորել։ Ասենք գյուղում դեռ մինչև հիմա էլի այդ բանը պահպանվում է, գենետիկորեն գալիս է, նրանք ամեն խոսքի մեջ մի երկու առած կամ երկու դարձված օգտագործում են։ Մեր խոսքը շատ ասենք բան է դարձել, այդ մասին դեռևս Հախվերդյաններ խոսում, Պարուսելակներ խոսում։ Հա, ես աշխատել եմ ինչքան հնարավոր է Այբենարանից սկսած մինչև 4-րդ դասարան։ Ինչքան հնարավոր է շատ դնել, թե դարձվածները, դրանց իմաստները, թե առածները, թե ասացվածքները, թե հանելուկները, թե շուտ ասելուկները, թե սուտ ասելուկները։ Սուտ ասելուկները դրա համար էլ մի բան ասում։ Սուտ ասելուկները շատ գեղեցիկ ժանր են։ Հիշենք Թումանյանի Սուտլիկ Որսկանը։ Հիմա ես սուտ ասելուկներ եմ գրում, որպեսզի երեխաների միտքը զվարթ լինի, իրենք հասկանան որն է սուտը, ինչն է սուտը, ինչն է ծիծաղել, ինչն է զվարթ, ճիշտ ասեն, բան։ Այդ սուտ ասելուկները անգետ մարդիկ ընկալում են բառացի։ Ասենք մի սուտ ասելուկ ունեն, որ շունը բարձանում է ծառի վրա, դա ձու է հացում, ձակերը տրնում գնում են։ Սուտ ասելուկ։ Մեր բանասության մեջ ծով է այդպիսի բաները։ Սրանք ոնց, շունը ոնց կարող է զոհացել, այսինքն չեն հասկանում ժանրի էությունը, իսկ մարդկանց մեծ մասը այդպես է, քննադատում է այն բան, ինքը ինչը չի հասկանում, եւ այդպես են դասագրքերի վերաբերյալ։ Մեկ էլ կտեսնես մի առաջադրանք են դրել Facebook-ում, ու սկսում են հարցակվել, որովհետեւ չեն հասկանում առաջադրանքի էությունը, ու սկսում են հարցակվել, դա ամենազավեշտալին է։ Մեկ ասում ես պատասխանես, մեկ էլ ասում ես լավ, իմաստ չունի պատասխանել։ Նաև որ ասում եք մեկ նկար են վերցնում եւ սկսում են քննադատել, հենց հայ կնոջ մոր նկարն էին, չէ՞, վերցել Այբենարանից, իմ քայլի պատգամավոր, որ արդեն ձեր Այբենարանը աղբամաններն է դում։ Բայց երևի թե մեր զրույցը ավարտենք հենց հայ կնոջ մոր վերաբերյալ ձեր ինչ որ ասույթով։ Ուրեմն դա սուտ էր ներկայացված։ Ինչ որ ներկայացվեց եւ ինչի գենդերային հավասարություն իբր թե պահպանված չէ Այբենարանում, բացարձակապես սուտ էր։ Որովհետև մի քանի դասագրքից պատկերացնում եք ինչպիսի զեղծարարություն էին արել։ Վերցրել էին առաջին դասանի Այբենարանից, երկրորդ մայրենի մեկից նկարները, որտեղ մայրը, ասենք, ինչ-որ խոհանոցում է կամ կար է, անում չգիտեմ ինչ, սովորական բան։ Դրանք միացրել են, իբր թե Այբենարանը միայն մայրերը այդպես բաներով են զբաղված, ասենք դատախազ չեն կամ բան չեն, էլի։ Հիմա այդպես սուտ պատճառաբանությամբ դա բան արեցի, բայց իրականում Այբենարանում 1000-ից ավել նկար կա, 1000-ից ավել։ Հիմա այդ 1000-ից ավել նկարների մեջ ընդամենը 2 տեղ էր, որ կինը իր գործով է զբաղվում, խոհանոցում ասենք ճաշ արվում, ինչ պետք է անի։ Կամ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը կա, որ այսօր ես եմ մաքրել հատակը, հանկարծ շնչեք, փոշի կլինի եւ այլն, մի աղջնակի նկար ենք դրել։ Դարձյալ հումորային բանաստեղծություն է դա եւ հումորով էլ ներկայացված է, բայց դա դարձրել են գենդերային
ինչ որ անհավասարության ցցուն մի կարկառուն բան էլի։ Այսինքն մարդը իրենց անգիտությամբ ասենք իրենց գիտելիք sense ասեղի գլխի չաթա։ Ինչ որ չի տեղավորում այդ ասեղի գլխի վրա, դա հիմարությունն է։ Այ սոցիալական ցանցերի ամենավատ բաներից մեկը դա է, որ այն արժող չարժող մեր խոսքերով ասած, արժող չարժողը կարող է իր լափառոշ բերանը բացել եւ ինչ ասես ասի, ասենք որևէ գիտնականի հասցեին, որևէ մտավորականի հասցեին, ինքը չհասկանալով թե ինչի մասին է խոսքը, բայց կարևոր ինքը կարող է ասել, վերջ, ու ինքը ասում է դա։ Ժամանակին ասենք մենք եթե մի բան ուզում ենք մի տարի մասին բան գրել, պետք է երկու հատոր բան կարդայինք, որ ասենք այս քո տարը սխալ է, այսինքն հիմնավորենք նախ մեզ համար, առաջին հերթին մեզ համար հիմնավորենք, որ հանկարծ սխալ դուրս չգանք, անհարմար է։ Հիմա ոչ մեկ անհարմար չի զգում, որ կարող է ինքը սխալ լինել եւ խայտարակ լինել։ Այն խնդուկը կար, որ ասում է մարդը գալիս է տուն, կին ասում է ինչի դարձար գյուղապետ։ Մինչև հիմա մենակ ես գիտեի, որ դու ապուշ ես, հիմա ամբողջ գյուղը կիմանա, որ ապուշ ես։ Հիմա սա է, ինչի ես քննադատում մի բան, որը չես հասկանում։ Բոլորը արդեն սկսում են հասկանալ, որ դու սխալ ես, մեղմ ասած։ Հայ կինը ամենազատ կինն է եղել բոլոր հասարակությունների մեջ, շատ զարմանալի է։ Ինչքան էլ որ մենք արևելյան ազգ ենք, ինչքան էլ որ հայրական իշխանությունը ուժեղ է եղել, բայց հայկինը շատ ազատ է եղել բոլոր բնակավարներում, շատ զարմանալի է։ Հայկնոջ մեջ ես սիրում եմ այդ ազատախոհությունը, իրենք զարմանալի է, թվում է թե պիտի խեղճ լինեն, բայց իրենք այնքան սրտով ազատ են, հոգով այնքան ազատ են, մտածումներով այնքան ազատ են, որ կարողանում են տղամարդուն խաղային մեթոդներով, որ ես այբենյան բան եմ սովորացնում, այդ ձևով տղամարդուն բան եմ սովորեցնում։ Այնպես որ տղամարդը չվիրավորվի, որ ասենք ինքը, բայց նորմալ մարդը իհարկե չի վիրավորվի, բայց դե կան այդպես որ գաղտնի պիտի անես այդ ամեն ինչ։ Հայկինը ավելի սիրասուն կին, չգիտեմ, ես չեմ պատկերացնում, որ իր ընտանիքին նվիրված լինի այդ աստիճանի, որ կարող է նաև շատ բաներ զոհաբերել իրենից, բայց հանուն ընտանիքի տանի այդ ամեն ինչ, հանուն երեխայի, հանուն ամուսնու եւ այդ դա էլ ֆենոմեն է, հայկինն էլ ֆենոմեն է եւ ես ուրախ եմ, որ ինչքան էլ մեր հասարակությունը ի վերջո ամբողջ աշխարհն է այդպեսին դառնում, մեր հասարակությունը ի վերջո դեռևս կարողանում է պահպանել դա։ Դա թեկուզ հետամնացություն համարեն, թեկուզ գենդերային անհավասարություն համարեն, բոլորը ծիծաղելի բաներ են, դրանք սուտ բաներ են, սուտ գաղափարներ են։ Ճիշտ գաղափարը այն է, որ դու հոգով սրտով ինչը որ քեզ համար հաճելի է, հարմար է, քո ազգի համար, քո ընտանիքի համար, քո երեխայի համար, քո ծնողի համար, դրանից զատ սարքովի բաներ են։ Ճիշտ է, ինչ որ բաներ պիտի վերցնես, որովհետև չես կարող քարացած մնալ, բայց այն հիմնական բաները կան, որ չես կարող չվերցնել հիմա։ Հիմա սերը ոչ չես կարող փոխել։ Սերը երեխայի նկատմամբ ասես դա հետամնացություն է։ Ինչպես կարելի է սիրել իր երեխային։ Բան ինչ է սիրի լավ, եթե երեխային չսիրի։ Ինչպես կարելի է սիրել ամուսնուն, որը ջղայնանում է իր վրա մեկ-մեկ։ Հա ինչ անենք։ Դու էլ քո ամուսնու վրա ես ջղայնանում շատ-շատ։ Ասում ես ճաշ կերել ես, բայց չես ասում ապրես, ամով էր։ Որպես ամփոփում ասեմ, որ ես ուրախ կլինեմ, որ անկախ ամեն ինչից երեխաները կարողանան գրագետ մեծանալ, լավ գրել, կարդալ սովորեն, մտքները ճկուն լինի, ստեղծարար մտածողություն ունենան, եւ այդ բոլորը հնարավոր է անել այս պայմաններում։ Միայն թե պետք է հնարավորություն տալ, որ մարդիկ, ովքեր ունակ են այդ բոլորը ապահովելու, ապահովեն պարզապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դրավերի համար։ Մենք զրուցում էինք գրող, մանկավար Այբենայանի հեղինակ Վաչագան Սարգսյանի հետ։